ու շատ բոլորիդ ողջունում եմ սիրելիներս, մեր սիրելի հայրենիքից Հայաստանից։ Այսօր միասին կարկանդակ ենք թխելու։ Այն պետք է ստացվի նուրբ, հալչող, ոչ շատ բիսկվիթային փափկության, բայց միևնույն է շատ հաճելի կառուցվածքով։ Այսօր մեզ շատ հեշտ աշխատանք է սպասվում, շատ պարզ ու հասարակ։ Ուղղակի բաղադրիչներն ենք խառնելու իրար։ Ամեն ինչ պետք է սենյակային ջերմաստիճանի լինի, նվազագույնը։ Իսկ կարագը պետք է շատ փափուկ լինի, ոչ հալեցված, ուղղակի շատ փափուկ վիճակում։ Մեզ 2 ձու է հարկավոր, սպիտակուցները խմորի մեջ կգնան, իսկ դեղնուցները վրան քսելու։ Սպիտակուցին շաքարավազ ենք ավելացնում 350 գրամ։ Տեսեք, մի բաժակը ամբողջությամբ լիքն է, բաժակս 250 մլ է։ Մեկը ամբողջությամբ լիքն է, մյուսը մոտ 2 սանտիմետր եզրից ներքև է։ Ոչ մի բան հատուկ հարելու կարիք չկա, ուղղակի լավ ինտենսիվ խառնում ենք ու վերջ։ Ավելացնում ենք կաթնամթերք, այստեղ թթվասեր է եւ մածուն։ Կարելի է մոտ կեսը թթվասեր վերցնել, ցանկալի է ավելի նուրբ կստացվի, իսկ մնացածը փոխարինել մածունով կամ կեֆիրով, նայած թե որտեղ եք բնակվում, որն է հարմար։ Ժողովուրդ, ես նախընտրում եմ մի մասը ամեն դեպքում թթվասեր ավելացնել, բայց իհարկե կարելի է միայն մածունով էլ։ Ինչպես հարմար կգտնեք, ընդհանուր 450 գրամ է։ Քացախը կողքիս եմ դրել, որ չմոռանամ հանկարծ։ Եթե միայն թթվասերով եք պատրաստում, անպայման ալյուրը լցնելուց առաջ 1 թեյի գդալ քացախ ավելացրեք 6-ից 9%։ Իսկ եթե մածունով եք պատրաստում, ինչպես իմ դեպքում, գոնե կեսը մածուն է կամ կեֆիր, այդ դեպքում քացախի կարիք չկա։ Թթվայնությունը բավական կլինի սոդային լավ աշխատեցնելու համար։ Ավելացնում ենք կարագը, 150 գրամ է հարկավոր։ Այս պահին կավելացնեմ կեսը, աշկաչափով, մոտավոր։ Եթե տեսնեք, որ կարագը լիարժեք միատարր չի դառնում, չանհանգստանաք, շուտով խմորը կպնդանա ու հանգիստ կլուծվի, կտարալուծվի։ Ալյուրն ենք ավելացնում, թե որքան կպահանջվի, նախապես կշռել եմ, հստակ կգրեմ ձեզ համար։ Ալյուրի հետ ավելացնում եմ 1 պտղունց աղ ու 1.5 թեյի գդալ սոդա։ Հենց ստանանք այսպիսի շատ կպչուն դեռ ոչ պատրաստի խմոր, ավելացնում ենք մնացած կարագը։ Տարբեր ժամանակներում ավելացնելու դեպքում կարագը լրիվ տարբեր արդյունք է տալիս։ Օրինակ, եթե ավելացնում ենք ալյուրից առաջ, մի փոքր ավելի ծանրացնում է խմորը, չի թողնում, որ լավ բարձրանա, այսինքն մի փոքր ավել բարձրանա։ Դրանից ճիշտ է, խմորի որակը նրբության առումով չի տուժում, բայց ամեն դեպքում քիչ է բարձրանում։ Այս տարբերակով մի քիչ ավել կբարձրանա։ Խմորը ալյուրն ավելացնելուց հետո շատ չենք չարչարում, ուղղակի ավելացում ենք որքան հարկավոր է ու ստանում ենք շատ նուրբ խմոր, մի փոքր նաև կպչուն։ Հանկարծ նրա համար, որ խմորը կպչուն չդառնա, չափից շատ ալյուր չավելացնեք։ Մեր խմորը պետք է շատ նուրբ լինի, իսկ չկպչելու համար ուղղակի երբեմն ձեզ օգնեք ալյուրով։ Իրականում շատ հեշտ է։ Հիմա խմորը թողնում ենք, որ մոտ 20-25 րոպե հանգստանա։ Չանհանգստանաք, խմորի մեջ եւ սոդա կա եւ թթու, բայց դրանք շատ արագ չեն հանդիպի ու սոդան չի հասցնի մարվել։ Հակառակը, խմորը բավականին պինդ է ու դա շատ դանդաղ է տեղի ունենում։ Դրա համար էլ տալիս ենք ժամանակ, որպեսզի դրանք հանդիպեն ու որպեսզի հենց խմորը հայտնվի ջեռոցում, ոչ թե սպասի մինչ ռեակցիաները սկսվեն, այլ առաջին վայրկյանից արագ ռեակցիաներով փխրեցվի։ Այս տարբերակով ցանկացած խմոր շատ ավելի որակյալ է լինում, իսկ ջրիկ խմորներն արդեն թողնել չի կարելի, այնտեղ շատ արագ է ամեն ինչ լինում։ Արագ պատրաստում ու թխում ենք։ Ժամանակը լրացավ, հիմա տեղափոխում ենք տապակի վրա։ Խմորը բավականին կպչուն է, դրա համար լավ կլինի ձեզ օգնել շատ քիչ բուսայուղով։
Լավ հագեցնում ենք խմորը, այնպես որ բոլոր տեղերում համաչափ լինի, այսինքն հավասար բարձրության ստացվի։ Իդեպ տապակիս չափսը 30-40 սանտիմետր է։ Մնացած դեղնուցներն են վրան քսելու, ես մեջը մի քիչ կաթ կավելացնեմ, մոտ 1 ճաշի գդալ, որ փայլը շատ լինի, բայց դա պարտադիր չէ։ Վերջ, արդեն պատրաստ է, ուղարկում ենք թխվելու։ Ջեռոցը նախապես լավ տաքացնում ենք ու թխում ենք 190-ից 200 աստիճանով։ Անպայման կրկնում եմ, քանի որ կարևոր է ջեռոցը նախապես լավ տաքացրեք, համոզվեք, որ լավ է տաքացել։ Ուղիղ 22 րոպե անցավ ու պատրաստ է։ Դեռ շատ տաք է, դրա համար մի քիչ փափուկ է։ Կարճ ժամանակ անց մի քիչ ավելի կամրանա ու կառուցվածքն ավելի հալչող ու նուրբ կդառնա։ Այսքանով ավարտեցինք ժողովուրդ, վստահ եմ բաղադրատոմսը կհավանեք, շատերը ունեք նաև ձեր տարբերակները, եթե ունեք առաջարկներ, անպայման գրեք։ Գրեք նաև հարցերի դեպքում, ես սիրով մշտապես կապի մեջ եմ ու պատասխանում եմ։ Նաև ուզում եմ շնորհակալությունս հայտնել ձեր մասնակցության համար, ձեր բարի ու ջերմ խոսքերի, ձեր առաջարկությունների, դիտումների ու նաև ամենակարևորը ձեր վստահության համար։ Իմացեք, որ դա ինձ համար շատ կարևոր է, միշտ կարդում, ուրախանում եմ ձեզ հետ միասին։ Այսօր այս կարկանդակից բացի նաև նկարահանելու եմ հալեցված յուղի տեսանյութը։ Ժողովուրդ կցուցադրեմ, թե ինչպես ճիշտ աշխատել ամեն բան, բոլոր մանրամասներով, որ գործողությունն ինչի համար է, ինչի շնորհիվ է, որ կարագը հալեցնելուց հետո դառնում է երկար պահպանվող, նույնիսկ սենյակային ջերմաստիճանի դեպքում ու հանգիստ պահվում է նույնիսկ տարիներով։ Նաև կբացատրեմ, թե ինչպես ցանկացած յուղայնություն ունեցող կարագից ստանալ մաքուր կաթնային ճարպ, ամենամաքուրը, առանց հավելումների եւ ամենաօգտակարը։ Տեսանյութը շուտով իմ ալիքում կլինի, անպայման հետևեք ու սպասեք, օգտակար է լինելու վստահեցնում եմ։